Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, սկզբից չմոռանամ հիշեցնել, ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում բաժանորդագրվել, լայքեր, սեղմել զանգակ կոճակը, կիսվել ձեր մեկնաբանություններով սիրելիներս, շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկներ եք դնում, բոլորից շատ սիրում եմ սիրելիներս, ամեն օր ես մտածում եմ ինչ մի հետաքրքիր, ինչ որ մի բան սարքեմ, որ ասենք ձեզ համար հետաքրքիր լինի։ Այսօր ինչ եք պատրաստելու միասին։ Այսօր միասին պատրաստելու ենք երկար ժամանակ չեմ պատրաստել, մերս թրջին եմ տանեմ ստեղից։ Սովետի ժամանակվա կոլոնակով ապուր։ Ինչը հարկավոր ապուրի համար միասին կորոշենք։ Ուրեմն սիրելի հետևորդներ, վերցրել եմ կես կիլոգրամ տավարի աղացածու, ավելացրել եմ 1 հացու, կավելացնեմ սոխ, սոխը չեմ կտրտել, միքսերով անց եմ կացրել, 2 գթալը հերիքա, կավելացնեմ 1 հերիքա, 2 ճաշի գթալ կլոր բրինձ, կավելացնեմ խմելի սունելի, թեյի գթալի կիսով քիչ, ոչ շատ, կավելացնեմ սև պղպեղ, սև պղպեղը ձեր ճաշակին շատ կուզեք, քիչ կուզեք, կծու կուզեք, դա արդեն դուք եք իմանում և կարմիր պղպեղ, հետո իմ սիրած հունական ռեյգանին, սա անպայման ես ավելացնում եմ, շատ անուշ հոտ ունի, բայց մեր տնեցիք որ սովոր չեն հավանում, չհավանեն, ես ավելացնում եմ, մի քիչ աղ եմ ավելացրել, բան չեմ, թարմ կանաչի ունեմ, մի քիչ երևի թարմ կանաչի կտրտել, պետք մի անգամից ավելացնեմ, մի քիչ ավելացնեմ մսի մեջ, մի քիչ կթողնեմ, որ ապուրի մեջ ավելացնեմ, կակրած ես էլ հիվանդեմ, ապուրը ինձ շատ դուր է գալիս, չեմ լավանում, արդեն 3-րդ ամսվա մեջ եմ, ով ինչ ասում է անում եմ, բայց էլի չի օգնում, հետևորդներ, այսպես լավ խառնում ենք, որ համերը տարածվի, աղը ոչինչ, որ ալանել լինի ոչինչ, մեկա ճաշի մեջ աղ ենք անում, աղը գալիս է տեղը, սիրելի հետևորդներ, ասենց կխառնեմ մի լավ, կդնեմ զարդարանը, համերը մի լավ կխառնվի իրար, ու նոր կսկսենք մեր ապուրը եփել, ես ձեզ շատ չզբաղեցնեմ սիրելիներս, կհանդիպենք, երբ որ արդեն ուզենամ ապուրը պատրաստեմ, սիրելի հետևորդներ ջան, արդեն ջուրը կացայի մեջ, դրել եմ որ եռա, մինչև ջրի եռալը ես կպատրաստեմ կոլոլակները, կնտիկները կպատրաստեմ, գնացինք, ձերքերը ջրոտ եմ անում, սիրելի հետևորդներ, ու գթալով, կարող եք մեծ սարքել, ու ջուր սարքել, էդի ձեր խնդիրն է, այսից գնտիկներ եմ սարքում, բայց մոռացա մի հատ միսի մի հատ խառնեմ, որ խառնվի իրարա, մի հատ խառնեմ, նոր
Այսպես կնդիկներ եմ անում շարում, որ ջուրը հենց ելա պատրաստ լինի ավելացնենք։ Մեծ կլինի, փոքր կլինի, միջակ կլինի, տարբերություն չկա։ Իմ հասակակի կանայք բոլորն էլ սովետի ժամանակ սարքել են, գիտեմ բոլորն էլ։ Ահա սելիներս այսպես շարունակ։ Ահա սելի հետևորդներ, կնդիկները պատրաստել են։ Որ փոքր, եթե դուք ցանկանաք կարող եք մեծ սարքել, տարբերություն չկա։ Սելի հետևորդներ, ես բանի կոլոլակով ճաշի մեջ գիտեք ավելացնելու եմ եւ բրինձ, եւ մի քանի կարտոֆիլ, եւ ունեմ եւ պղպեղ, սարցախցիկում պահված, կարմիր եւ լոլիկ, սարցախցիկում պահված, եւ կարմիր պղպեղ, սև պղպեղ, կանաչնել ունեմ կտրած պատրած, սոխնել ունեմ, որ սոխառածարվի առանձին, այլ լրիվ, ինչքան գիտեմ, բոլորը ձեզ ասեցի, ասելու բան չունեմ։ Մնում հիմա ջուրը եռա, մինչև ջրի եռալը կարտոֆիլը կտրտեմ լցնեմ, որ եռա նոր մի անգամից, թեև հակառակը կարող եմ կոլոլակները գցել, հետո նոր կարտոֆիլը։ Հիմա կտրատում եմ պղպեղը, այսինքն մեջից կտրեմ, որ սերմերը հանենք, սերմերը հանեցինք։ Ասենք գործունը գազար լինել, կարելի է գազարել ավելացնել, մի քիչ կտրտել մանր, սոխառածի մեջ տապակել, լցնել։ Գործում ենք, այս կարմիր պղպեղն էլ հերիք։ Այս մի կողմ, մեկ էլ լոլիկը կտրտենք, մասերի բաժանենք, այս մասեր կտրենք հանենք, մանրացնենք։ Առանձին սոխառածը պատրաստենք, այսինքն կարող եք ասել եւ սալցա։ Սա էլ այսպես։ Կարտոֆիլներ կտրտենք։ Կարտոֆիլ շատ չեք կտրտի, ճիշտ է, մաքրել եմ, բայց երևի այս բանը հերիք է։ Էս էլ ունես կգցեմ կխաշվի, կանում եմ խաշած։ Կտեսնեմ ջուրի եռումը։ Սելի հետևորդներ, ջուրը եռում է, հիմա մենք կոլոլակը թաթախում ենք ալյուրի մեջ, որ ասեմ ջուրը շատ անենց բան չլինի էլի, ոնց ասեմ, ջրիկ չլինի, մի քիչ ալյուրը դեպ հաթաթում է, գիտեք։ Այս ինձ ալյուրի մեջ
թաթախում ենք, ես սենց եմ անում, չգիտեմ, դուք անում եք, թե չեք անում, որոշները անում են, թե չեն անում, որովհետև ճիշտ ասած այս ժամանակ չեմ արել, բայց որ Հունաստանեի մի հատ ուրիշ կոլոլակով ճաշ կա, յուվուրլակյա կոչվում, εμείς հոլովակներ նա կպատրաստեմ հունական ձևով, էլի այսպես այնտեղ եմ սովորել, որ սենց ալյուրի մեջ փաթաթենք ու շատ ճիշտ է։ Տենում եք ջրի գույնը արդեն փոխվում է։ Այսպես։ Վերջացրինք, հիմա խառնենք, դի որ ջրի երեսը լինի, կանգնեն, ջրի երեսը էլա, նոր, թողնենք եփվի, որ քաֆը քաշենք, նոր մնացածը լցնենք։ Սելի հետևորդներ, երևում է չէ քաֆը։ Այսպես քաշում ենք։ Չմնաց։ Լստում կարտոֆիլը, իհարկե կարտոֆիլը մի հատ կարտոֆիլ լցրեցի, մաքրածը շատ էր, բայց մի հատ լցրեցի, լստում եմ և բրինձը, պես չափ բրինձն էլ հերիք, եթե դելանք ջուրը պղտորա, ջրիկա էլի, այսինքն ջրիկա, կարող եք ենա ալյուրից, իրան ջրից մի քիչ խառնել, հեսա պահել եմ, որ մի քիչ, որ տեսնեմ, որ ջրիկա, խառնեմ ու լցնեմ, որ ինքը մի քիչ պինդ լինի, նորմալ լինի, էլի չեմ ասում ես իմ ինչ պինդ, սրանք էլ, որ մաքրել եմ, խաշվի հետո կհանեմ, այսի դնենք մի կողմի վրա, թող եռա, այսինքն ստեղ, դնենք ստեղ, այս մի կողմի վրա կանենք սոխարացը, դա կցածրացն է, մեծ թավան զանիտա մեջը բան կա, և ոչի սրա մեջ կանենք, նրա երը չկանգնի, սիսեց, բուսական յուղ լցրեցի, հետո կարակել եմ լցնել։ Դիշմեր սոխարածը լինի, հետո կավելացրենք մնացած։ Նարտակը ծածրացրեցի։
Հելի կախվի։ Ճիշտ ասած, դերեմ լոլիկը բիբարներ լցնել, որ իր հետ տապակվի։ Իր հետ տապակվի։ Սելի հետևորդներ կարող եք տոմատով սարքել։ Ես որ լոլիկ ունեի, դրա համար տոմատ չավելացրի։ Իսկ եթե ունեք իզնոմաս արցախցիքում լոլիկ, կարող եք լոլիկ ավելացրել և կարմիր պղպեղ։ Ավելացնում ենք և խմելի սունելի, մի քիչ և սև պղպեղ։ Աչքաչափով իչքան որ ցանկանում եք։ Մի քիչ կարմիր պղպեղ ավելացնեմ, որ տոմատը երանք ստանանք։ Մի քիչ թողնենք մի 2 րոպե տապակվի և լցնենք թավայի կացայի մեջ։ Ահա սելի հետևորդներ, մեր սալցան պատրաստ է։ Հիմա տեղափոխում ենք կացին ստեղ, այդեղ անջատում ենք։ Կակրաս բանը բրինձը նորմալ լցրել է, ոչ շատ է, ոչ քիչ է։ Հիմա լցնում ենք։ Սեկին սիրուն գույն ստացանք։ Աշխատեք կարմիր լոլիկ օգտագործեք, տոմատը այդքան թթվի է էլի տոմատը, այդքան հարկավոր չի։ Մի քիչ էլ աղ ավելացնենք։ Սելի հետևորդներ, գիտեք չէ, ամեն ճաշին մեկ թեյի գթար, բոլոր ճաշերի շաքարավազ ենք ավելացում։ Թե գիտեք, լավ է, չգիտեք, հիշացնում եմ։ Տեսնենք ինչ հանի է։ Սեկին սիրուն գույն է ստացել, վառվռուն, սիրուն գույն։ Մի քիչ ալանի է, բայց քիչ կավելացնենք։ Բայց շատ համով է սելի հետևորդներ։ Վայր չուտողի պատկերացրեք։ Սպասենք մի քիչ էլ եփվի, տեսնենք արդեն համարյա եփած է, կանաչին կավելացնենք։
Սիրելի հետևորդներ, հերթը եկա, որ կանաչի լցնենք։ Մի քանի րոպե կանաչին եփվի, տեսեք ինչքան նորմալ է եղել, ոչ պինդա, ոչ էլ ջրի կա։ Սիրելի հետևորդներ, մեր կոլորակով ապուրը պատրաստ է, տակը անջատեցի, մի քիչ հետո նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, մեր կոլորակով ճաշը ապուրը պատրաստ է, սիրելիներս, գույնն էլ է սիրուն, համն էլ է շատ լավը, շատ համել է ստացվել։ Նորից փորձեմ։ Իսկականից վայ չուտողին։ Դե սիրելի հետևորդներ, եթե դուր եկավ իմ այս տարբերակը մեր սովետի կոլորակով ապուրը, դուք էլ պատրաստեք, եթե չեք պատրաստել, իհարկե իմ հասակակիցները բոլորը պատրաստած կլինեն, ովքեր որ փոքր են մեզնից, մեր ջահելները, հարսները, ովքեր չեն պատրաստել, պատրաստեք, տեսեք, ինչքան համով է ստացվում, սիրելիներս։ Նորից հիշացնեմ, ովքեր առաջին անգամ են դիտում իմ ալիք, խնդրում բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, կիսվել ձեր մեկնաբանություններով, սիրելիներս, դե պարզ է, ձեզանից ես շատ շնորհակալ եմ, ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսյուն ձեզ։